Կառավարությունը միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անցած տարվա դեկտեմբերին արձագանքելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրին շահկապելու Թուրքիայի փորձերին, հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է վավերացման գործընթացը, սակայն նախապատրաստվում է նաև արձանագրությունները չեղյալ հայտարարելու հնարավորությանը։ Խորհրդարանում ընդունված նոր օրինագծով սահմանվում է մինչև ուժի մեջ մտնելը ստորագրված պայմանագրերի դադարեցման ընթացակարգը։ Ըստ Դաշնակցության ներկայացուցիչի, երկրի իշխանություններն ի վերջո հասկացել են, որ փաստաթղթերում կան նախապայմաններ, ուստի և որոշել են ձախողել գործընթացը։ Հանրապետական Բորիս Ալեքսանովը գտնում է, որ նման բան չկա, ուղղակի Հայաստանը առաջ է շարժվում դիվանագիտորեն։ Շատ դիվանագիտորեն ճիշտ ժամանակահատվածում համապատասխան գործընթացները տեղի ունեցան։ Իսկ որ ասում ենք կոնկրետ ժամկետ չկա, պարզապես դիվանագիտության մեջ մտավ ողջախոհ ժամանակահատված։ Այս արտահայտությունը մտավ եւ ողջախոհ ժամանակահատված ասելով հատկապես մարդիկի նկատում էին մինչեւ ապրիլի 24-ը, այսինքն մինչեւ մեծ եղերնորը, բայց սա էլ ինչ որ կոնկրետ չափանիշ չէ, կոնկրետ օր չէ։ Եթե կա քայլ առաջ, ուրեմն քայլ հետ գնալու անհրաժեշտություն չկա, բայց բոլոր խելացի երկրները պատրաստված են նաեւ ինչ-որ ժամանակում իրենց օրենքների մեջ փոփոխություն կատարելու եւ ինչ-որ ժամանակում հրաժարվելու իրենց միջազգային պարտավորություններից։ Մեր օրենսդրության մեջ էս բացառք է եւ հենց այս պահին ընդունելը ես ենթադրում եմ, որ որոշակի այսպես նախազգուշական քայլ է։ Բորիս Ալեքսանովը մեջբերում է նախագահի խոսքերը առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը պետք է առաջին քայլը սկսի իրենից եւ վերացնի Հայաստանի սահմանի շրջափակումը։ Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրությունները, ապա որևէ բան չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանությանը անգամ մինչեւ վավերացումը բացել իր կողմից փակված սահմանը երկու պետությունների միջեւ։ Երկրորդ կողմը արդյոք կգնա փաստաթղթերի վավերացմանը կամ ստորագրմանը։ Սա արդեն հարցը մեկ այլ կողմն է։ Եվ ինչպես գիտեք, ամբողջ համաշխարհային այսպես դիվանագիտությունը կարծեք իր հայացքը բևեռել է, թե ինչ ընթացք պետք է ունենա այս փաստաթղթերի վավերացումը։ Թուրքիան ըստ Ալեքսանովի ներկայումս փակուղում է հայտնվել, վավերացնելու է փաստաթղթեր, որոնցում նախապայմաններ չկան։ Դաշնակցության ներկայացուցիչը հակադարձվում է, թուրքական կողմի բանավոր նախապայմաններից է նույնիսկ անհանգստացած հայկական կողմը։ Եթե որոշ հանրապետականներ տեղյակ չեն, որ իրենց կուսակցության ղեկավար երկրի նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին արդեն բարձրաձայնելով միջազգային աջանային կոչ է անում Թուրքիային ճնշել, որպեսզի Թուրքիան ծառան պայմանների առաջադրումից, այս դեպքում ես ուղղակի կասեի, որ հետ են մնացել քաղաքական գործընթացներ։ Այն ժամանակ, որ մարդիկ կուրսք էին ցեզում, որ կան նախապայմաններ, մենք չենք նկատում այդ նախապայմանները, ես բազմիցս ասել եմ, որ նախապայմաններ փաստաթղթերում չկան, նախապայմաններ կան նրանց մտքերում։ Եվ ինչպես տեսակ, Գերանդին քարին դեմ առավ։ Ուրեմն, երբ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, Թուրքիայի նախագահան, Թուրքիայի վարչապետը որևէ ամբիոնից միջազգային հնչեցնում են բանավոր հայտարարություններ, պարտադիր չէ միադել հետևից կարևոր թղթի տակ ստորագրեն կամ երթևեն պապայի արև տերմինով։ Մի հարցում սակայն կուսակցականները համամիտ են, մինչև թուրքական կողմը չվավերացնի փաստաթղթերը, հայկական կողմը պետք չէ որ ռիսկի դիմի ու վավերացնի դրանք։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։